Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-521 և 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ գրող հրապարակախոս սցենարիստ Սոնա Մանուկյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան և YouTube-յան էջերում։ Բարև ձեզ Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Տիկին Մանուկյան, ինչ է կատարվում։ Բանակցային փաստաթղթերը փաստորեն հրապարակվեց, ինչպես խոստացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ ձեզ հետ քննարկել այս փաստաթղթերի հետ կապված մի քանի տեսակետներ կան, ընդդիմադիրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը հիմնականում հրապարակեց այն փաստաթղթերը, որ իրեն ձեռնտու էր, քվեսթի փաստաթուղթ ասում են չկա, ինչպես է հնարավոր, որ դա չլինի, դուք այն մարդն եք, ով շատ աշխատում է վավերագրերի հետ, փաստորեն այդ փաստաթղթերի հետ։ Հիմա անդրադառնանք, ինչու Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այս փաստաթղթերը, արդյոք սա նա ինքը օգտագործեց որպես նախընտրական ինչ-որ մի տեխնոլոգիա, որպեսզի վերջնականապես ջախջախի այսպես ասած նախկիններին, թե իրոք անկեղծ մոտեցում էր սա ժողովրդին ցույց տալու համար, որ ինքը արել է ամեն ինչ, որ չլինի պատերազմը եւ չհայաթափվի Արցախը։ Ինչ ասեմ, ինչու հրապարակեց, ինչու չէր հրապարակել մինչև հիմա։ Ամենայն հավանականությամբ, եթե չէր հրապարակել, դրա մեջ կար մի հատուկ գաղտնիք, հատուկ մտածված ձև, որ պիտի չհրապարակի, ուրեմն հրապարակեց ճշմարտակ։ Հրապարակեց պահանջներից ելնելով։ Ինչ վերաբերում է, որ մասը չկար, որը կար, եթե չկար, ես իրոք որպես վավերագրող ցանկացած մինութի մի թեմայի, որի տակ հատկապես թիվ է գրվում, փաստաթուղթ է ինք իրենից ներկայացնում արժեք ունի, շատ կապսոսեմ, եթե իրոք չլինի, եթե իրոք ոչնչացրած լինեն, եթե իրոք, այ օրինակ ասում են Բաքում կամ ուրիշ տեղեր, որոշ սովետական խորհրդային միության ժամանակ որոշ բաներ անհետացել են, որոշը կա, ես այդ անհետացածներին շատ ափսոսում եմ։ Դա պատմություն է, դա մի կենսագրություն, ասեմ, պետության, մարդու, երկրի մի բանի մասին, որ սերունդներին պետք է, ու Փաշինյանի հրապարակածը սերունդներին պետք է։ Արդարադատ է ժամանակը կասի ինչու արեց հիմա, ինչու չէր արել մինչև հիմա, եւ ժամանակի արդարադատության ես միշտ հավատացել եմ, որովհետեւ բաներ կա, որ 50-100 տարի հետո ենք իմանում, բայց ապրում ենք այն ստի կեղծիքի մեջ, որը որ 100 տարի անդադ խաբել են, որտեղից իմանանք, թե ինչ է կատարում, եթե չկան իրական փաստաթղթերը, հիմքերը պիտի լինեն։ Ինչ վերաբերում է երկրի ղեկավարի ելույթներին, փաստաթղթեր հրապարակելուն, կարող էր ասել, թե չէր կարող, ես մի քանի անգամ կարծեմ ասել եմ, որ պետական, քաղաքական, ռազմական գաղտնիքները գիտեն երկրի առաջի մի քանի դեմքերը, պարտադիր չէ, որ բոլորի սեփականությունը լինի դա, բայց պարտադիր է, որ երկրի ղեկավարը, հատկապես ազգային անվտանգության հետ կապված, բացեի բաց խոսի ժողովրդի հետ։ Ժողովուրդը ինքն է վերջին հաշվով իր երկրի տերը, նա պիտի իմանա ինչ է կատարվում իր շուրջ, ինչքանով պատրաստ լինի ինչին, լավին, վատին, ինչքանով պատրաստ լինի։ Բոլոր դեպքերում ցանկացած ղեկավարի հույսը ժողովուրդն է։ Ժողովրդի հետ բաց պետք է լինել ու անկեղծ լինել։ Սպասենք, տեսնենք հաջորդ պահին ինչ կասի, ինչի համար հիմա հրապարակեց թղթերը եւ ինչու չէր հրապարակում մինչեւ հիմա եւ ինչ էր ասում, ինչ էին ասում ընդդիմադիրները։ Իմիջիալոց ես շատ անգամ ասել եմ, ես միշտ եմ ասել, 4 ղեկավարները ունեն պատասխանատվության իրենց բաժինը, բոլորին պետք է դատել ամեն մեկին իր չափով, իր արած հանցանքների չափով։ Դուք գիտեք, որ ես Նիկոլ Փաշինյանին առաջին ընդդիմախոս ասեմ, քննադատող ասեմ, հիմնականում իր արտասահմանյան ելույթներին, ազգային անվտանգության մասին մակում ունեցած ելույթներից հետո ես միշտ շատ այսպես սուր քննադատության եմ ենթարկում իրեն, թեմաներ կա, որ ես կուզեի ինքը չխոսեր այդ մասին։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությունը այնպեսի մեծ վատություն արեց երկրին ու ժողովրդին, որ ես զարմանում եմ, իրենք կարող է հույս դնել ժողովրդի վրա։ Բավական չէր ինչ արել էին այդ 25 տարում, ինչքան մեծ վատություն։ Վերջի ամենամեծ վատությունը Նիկոլ Փաշինյանին բերել եւ ժողովրդի այսպես վզից կախելն էր։ Դա էլ ընդդիմության արած։ Հիմա նստել իրար քննադատում են։ Հրապարակեցին փաստաթղթերը, թե չէ, ինչու այսինչը արեցիք, այնինչը չարեցիք, բա դու ինչ էիք անում։ Ես միշտ ասել եմ 94 թվից հետո հաղթող երկիրը չէր կարող այդքան խեղճ ու կրակ լինել։ Դուք չճանաչեք Արցախի, Ղարաբաղի որևէ կարգավիճակ, հաղթող երկիրը
ու հիմա բերեք ինչ որ մեկին դնեք, որ այսպես ասած ժողովրդական լեզվով կուժուկուլան ջարդեք նրա գլխին, ասեք, «Էս ինչ արեցիք», բա դու ինչ արեցիք։ Գոնե լռեք, գոնե դուրս եկեք քաղաքական դաշտից, մարդիկ ընտրություն անեն, որ ձեր բերած դրածոյին, դրածո ասեմ, չգիտեմ, իրա հաջորդ ասեմ, Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը չընտրի, կամ ընտրության գնալուց արդար լինի։ Գա երրորդ ուժ, նրանք այն կարգով մտել են քաղաքականության մեջ, ինչքան այդ տարիների ընթացքում վատություններին, հիմա կրկնակարում են չեն ուզում դուրս գալ, քննադատում են, ի՞նչն եք քննադատում, մեկ բառով ներողություն չեք խնդրել, հաղթող երկիրը քամուն էր տալիս, մեր աչքի առաջ, ես ասեմ 2 թվին, կարծեմ մի անգամ ասել եմ 2002 թվին, ամուսինս հասուտելու ժամանակ ջղայնացած ասեց մի հատ արտես ինչ են անում, մեր չծնված թորները պարտքերի տակ են, դա հաղթող երկիրն էր, հաղթող երկիրը Ալիևի նման է անում, ու մենք պատմությունից դենք հաղթող երկրները, կապիտուլյացիա ենթարկվելու ժամանակ, ենթարկելու, չգիտեմ այդ երկրի ինչ պատմություն են բերում այդ երկրի գլխին, բան էիք, հաղթել էիք, ոչինչ չանելուց հետո բերել ամեն ինչ տալ մեկի ձեռքին, որ չգիտեմ, չեմ կարող էլի հաստատ ասել, որ գիտես ոչինչ չգիտեր, կամ կիսատ պրատ գիտեր, կամ խեղճու կրակեր, կամ բերեցիք տվեցիք, ինչի տվեցիք։ Բա շուտ հրաժարական, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց գնաց, իհարկե շատ այդպիսի հրաժարականը, չգիտեմ, ընդունել չէ, նա իր բաժին մեղքերն ու հանցանքներն ունի, բոլորը 4-ն էլ, բայց դուք էլ խոսեիք, ասեիք ինչ արել, մի կես վերաներողություն խնդրեք ժողովրդից, ասում են պատերազմը Փաշինյանն արեց, բա դուք ինչ էիք անում, բա հաղթող երկրի մի մասը չմիացնի։ Բացի պատերազմը անելուց Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ 2019 թվականի շատ շահավետ առաջարկ է եղել, Նիկոլ Փաշինյանը մերժել է այդ առաջարկը։ Ասեմ, որ չիմացությունից է, չգիտեր ինչ աներ, ասեմ, որ բերեցիք եւ Նիկոլ Փաշինյանի ժողովրդի այսպես վզից կախեցիք, ասեցիք թող հարցերուց, բա չանեիք, բա որ գիտեիք 19 թվին այդպիսի առաջարկներ կա, ոտքի կանգնեք, ասեք ժողովուրդ, այսպիսի առաջարկ է եղել, ձեր ընտրյալին ասեք, որ այսպես մի խոսքով տեղյակ պահի ժողովրդին, դրա մասին է խոսքս, ինչ որ ասում Մարուքյանն էլ ասում է, մենք այդ պալանը ընդհանրապես չենք տեսել 2019 թվականի այժմ գաղտնիքների մի ամբողջ ժողովը հիմա ինչպես հանրությունը սկսի վերլուծել եւ հասկանալ ով է իրեն հետ անկեղծ ով ոչ հիմա տեսեք ի սկզբանե բոլորս ուզել ենք որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա շուտ գնա չէ հատկապես 21 թվին իմիջիալույս ես չեմ ուզել որ 21 թվին ընտրություն լինի բայց այսպես դեպքերի զարգացում էլի որպես վավերագրողի ասեմ եթե Նիկոլ Փաշինյանը շուտ հրաժարական տար գնար այսքան գաղտնիքներ չէին բացահայտվի Կարծում եմ շատերը ինձ հետ համամիտ կլինեն, եթե ինքը գնար, բոլորը ինչը որ արել էին նախապես ու գաղտնիք էր մնացել, չգիտեմ ինչքան պայմանագրեր, փաստաթղթեր ինչ կար, ոչ մեկի մասին ոչինչ չէինք իմանա, ոչ էլ իրանց հանցանքների այս աստիճանը կիմանայինք։ Լավ էր մորուգնած, չէ՞։ Իմացավ ժողովուրդն իմացավ եւ սա նաեւ օգնում է ընտրության ժամանակ ճիշտ ընտրություն կատարելու։ Միայն թե հնարավորություն տան առողջ ուժերին գալ քաղաքական դաշտ։ Քաղաքական դաշտում լինեն, խոսեն, մեկնավ եւ այդ կուսակցականությունը իհարկե շատ է խանգարում, բայց ամեն դեպքում դրանից էլ ելք կա։ Դրանից էլ ելք կա, կարող են ընտրությունը կարգին կատարել։ Սարերի հետևում չի ընտրությունը մի քանի ամիս հետո ու այսպես ժողովուրդը շփոթմունքի մեջ հիմա բերում են 19 թվին հրապարակել են փաստաթղթեր, ինչու չի արել, նրանք ովքեր որ Նիկոլ Փաշինյան պիտի ընտրեն, մտածում են, ինչու չի արել։ Ուրեմն չեմ ընտրում իրան։ Հետո ինքը ինչ որ բաները բացահայտում ասում են, չէ, պիտի ընտրենք Նիկոլ Փաշինյանին, որտեղ իրանք այսպիսի բաներ են արել։ Չլինեն ժողովրդի հետ անկեղծ, նշանակում է խաբել ժողովրդին։ Դա կլինի Նիկոլ Փաշինյանը, կլինի մնացած բոլորը։ Ժողովրդի հետ անկեղծ ազգային անվտանգության տեսակետից անպայման պետք էր որ անկեղծ լիներ, բացեի բաց լիներ։ Մենք ասում ենք գաղտնիքներ պիտի լինեն ռազմական, քաղաքական, պետական գաղտնիքներ, մասսայական չի կարելի անել։ Բայց բաներ կա, որ հենց ժողովրդի անվտանգությանն է վերաբերում։ Մոսկվան դեպ անդրադարձել է եւ ասում է այս հարցում թող հայերը, թող ժողովուրդը իրենց ղեկավարներից պատասխան ակնկալեն։ Լսեցի դա Մարիա Զախարովան էր խոսում Ես այնքան ափսոսում եմ որ Մարիա Զախարովային լսելու ժամանակ ենք կորցնում Ես չեմ հավատում իրենց քանից ասել եմ իմ հետևորդները գիտեն չեմ հավատում իրան ինչը հարմար է իրենց ասում են Ընդ որում էթիկայի կանոններ ենք խախտել երբ հրապարակել ենք այդ նամակագրությունները Հիմա տեսեք հարցազրույցի ժամանակ մեկը խոսում էր նախկիներից մեկը ես չեմ ուզում անուն տալ ինչ հարց տվեցին մեղադրեց ներկա իշխանությանը հարց են տալիս որ Այո, սուրբ են եղել բարի իսկական իմաստով են ճակերտների մեջ վերցրած ինչը հարցում են որ 2-3 10 15 թվերին սխալ է եղել նորից միկվա իշխանությունները Ռուսաստանն ինչ արեց ինչու չօգնեց Արցախին հայերն են մեղավոր սա դրել այսինքն ինչ ասում է Զախարովան նորից մեր ընդդիմություն կոչվածը կրկնում է եղբայր դուք
Չգիտեմ, այդում սազանդար բառը չեմ սիրում, ասեմ, այդում եք պաշտպանում։ Ուրեմն հայ ազգը գոյություն, չգիտեմ, էլ ինչքան կարող է Ալիևն իր այդ ամբողջ բանով Կրեմլով, ամեն ինչով իր համախոհներով անպատվի հայությանը, դուք էլ գաք ու նորից նույն բանը կրկնեք։ Այսպես են անում, բա մարդ պետականություն սիրող մարդը մի մարդու պատճառով կլինի Նիկոլը, թե կլինի մեկ ուրիշը վաղը Պողոսը կամ ով կլ, չգիտեմ, նրա պատճառով երկիրը քամուն կտա, կամ երկրին կու ժողովրդին անպատվության բերանը կտա, կամ կնսի մասնիկ ստորացնես քան ժողովրդին։ Ես ինքս գիտեք ինչքան եմ քննադատել, հատկապես երբ որ արտաքին քաղաքացիում ցեղասպանության հետ կապված իմ թեման մի խոսքով բանեկա, գիտեք ինչքան քննադատել եմ, բայց բոլոր այն բանախոսներ, որ սկսում են հայ ժողովրդին անպատվել կամ չգիտեմ են բառերն ասել, ուզում ես չգիտեմ ինչ բառերով իրանց այս հեռացի դու ընդհանրապես մի մոտեցի միտեղ որտեղ մարդիկ քեզ կարողացեն դու դի ում անունից ես խոսում անցած անգամ մի հարց տվեցիք ասեցիք Սամվել Կարապետյանը ասացի ինձ շատ բաներ գրել էին հետո ինձ ասին ինչ լավ ասիք ասի շատ լավ չէ որ Սամվել Կարապետյանը Հայաստանի բանտում է ոչ թե Բաքվի Մի հատ ընտրություն արեք, եղբայր, ես ինչ արեցիք, են Սամվել Կարապետյան հիմա պիտի գար, ես խառը պահին գար, հետո դա չստացվեց, բերում են հոգևորականների, ամբողջ մասսայականացման են հարցերը, որ գիտեք, ժողովուրդ հանցագործ է, եղբայր, ինչ հանցագործ, մենք կամ հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանի, այսինքն այն հատվածը, որ հավատացյալ իրան կոչումը գնում է պատարակների, պայքարը եկեղեցու դեմ է։ Ամոթ չի, եկեղեցու դեմ հայը երբ է պայքարել։ Բայց այսօր ստացվում է, որ կան պայքարողներ։ Բայց եկեղեցու դեմ պայքարող չի եղել, բոլորն ովքեր ասում են եկեղեցու դեմ պայքար, նրանք ուրեմն ջուր են լստում թշնամու ջրաղացին։ Դուք քննադատեք Նիկոլ Փաշինյանն ինչքան ուզում եք, քննադատեք կաթողիկը ինչ ուզում եք արեք, բայց եկեղեցու դեմ պայքար առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած ժողովրդին ասել եկեղեցու դեմ պայքար է դուրս եկել, ապականում եք ժողովրդին, խաղում եք ժողովրդի բարոյականության հետ։ Ով ուզում է լինի, վերջերս մեկին էլ լսեցի, ամենայն հարգանքով այդ կնոջ մասին ես զարմացա, որ պայքարը եկեղեցու դեմ է ապշելու բան, այդպիսի բան լսած կաք, կամ ես չսիրելով, չուզելով ասեմ, Նիկոլ Փաշինյանն սաղբոսներ ասած կան, կամ խաչակն կամ չգիտեմ ինչքան ուզում եք ասում եմ քննադատեք չի կարելի եկեղեցուն թիրախավորել ես հիշում եմ Գառնանը մեր հարցազրույցից մեկի ժամանակ ասեցիք որ դատ լինի իրավաբան ասի ես չէի ուզի գործը հասնել դրան այսպիսի հնչեղություն կրոնի հետ կապված Հայաստանում չպիտի լիներ այո Նիկոլ Փաշինյանը շատ սխալ շատ մեղավոր է որ այսքան հնչեղություն ունեցավ մեր եկեղեցական մեր հավատանքի մեր չգիտեմ կրոնի հետ կապված այս ամբողջ թողուբոյի հետ ամբողջ խոսակցությունը այնքան այսպես մասսայականացվեց Հայաստանից դուրս եկավ ուղակի ամոթ էր մեր ժողովրդին հավատավոր քրիստոնյա ժողովուրդը իր եկեղեցու դեմ երբեք չի պայքարի ու չի պայքարի ես մի անգամ նաև օրինակ բերեցի Պապ Թագավորին որ եկեղեցու շատ բաները արգելում էր եւ եկեղեցիները շրջվեցին Թագավորի դեմ 10 նորտները անգելանոսներ փակում չգիտեմ կուսանոսները որ գնացեք սերունդ տվեք ժողովուրդ շատացրեք եւ այդ մարդու սկսեցին անպատվել Մեծ բան չի կար մի քիչ ազգային մտածողությամբ, պետական մտածողությամբ լինեն։ Գոնե զգուշ կասեն բառերը։ Եկեղեցու դեմ պայքարող ոչ ոք չկա Հայաստանում։ Չեմ լսել, չեմ տեսել։ Գնացել եմ ներողություն, շարունակեմ խոսքս, գնացել եմ պատարակի, այնքան շատ էին ժողովուրդը 5-րդ զանգվածում, մասիվում, հա, որը որ ինձ ավելի հարմար է։ Ժողովուրդը գնալով շատանում է, իսկ այս անցած կիրակի օրը դուրս էր եկել եկեղեցու բակներ լցվել, հնարավոր չէր ներս մտնել մոմ վերցնել։ Ես շատ ուրախ եմ։ Դա պայքարում է այդ ժողովուրդը պայքարում է եկեղեցու դեմ։ Մի քիչ ամոթ, մի քիչ պատկառանք, մի քիչ այսպես պետականասիրություն, ազգասիրություն լինի, երկիրը հնամենի, երկիր հնամերի քրիստոնեություն է, ոնց էս կարողանալ։ Եթե նույնիսկ այդպես մի բանի ես ուրիշ տեղ չեմ ասի, որ քրիստոնյա չեն կամ պայքարում ենք եկեղեցու դեմ։ Տիկին Մանուկյան, էլի մի քիչ լուրջ պիտի մոտենալ։ Կարճատև գովազդային դադարի, որից հետո հասկանանք, թե այդ բանակցային փաստաթղթերի ամեն դեպքում իրավական քաղաքական կողմն ենք քննարկում, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ այդ փաստաթղթերը կերտողը հենց ժողովուրդն է, հերոսացված այն սերունդը 3 տասնամյակ ավել, որ Արցախի համար եւ զոհվել են, եւ կյանք են տվել, եւ աշխատել են, այնպես որ հասկանանք, թե բարոյական կողմը ինչպես պետք է պահենք, որ առանց այն էլ արդեն կարելի ասել ինչ որտեղ հուսալքվել
կախված մեր ժողովուրդը հիմնահատակ այդ հոգեբանական ապրումները չունենա, ինչը որ այդ փաստաթղթերից հետո եւ համացանցում ենք տեսնում այդ ամենը եւ քննարկումների, այնպես որ դա էլ մեծ խնդիր է, որի մասին արժե խոսել։ Հարգելի հայրենակիցներ, գովազդներ եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է գրող, հրապարակախոս, սցենարիստ Սոնա Մանուկյանը։ Տիկին Մանուկյան, այն որ սա նախընտրական գզվրտոց է, այսպես ասած, թե հետո ինչ խոսում ենք իվեստի փաստաթուղթը չկա, ընդ որում դա էլ է զարմանալի, թե ինչպես կարող է փաստաթուղթը չլինել, նույնիսկ ինչ որտեղ հումորի են վերածել, սառնարանի ոտքի տակ, չգիտես, պատոհանի եւ այլն, սա էլ կարծես թե ինչ որտեղ անտրամաբանական է, չէ՞ որ պետք է հաշվի առնել այն մարդկանց հոգեվիճակ, ովքեր կերտել են այս պատմությունը։ Մենք հերոսներ ենք տվել, շքերթների ենք դուրս եկել այդ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես կարելի է կոտրել եւ անտեսել, գիծ քաշել ամբողջ մի պատմության վրա։ Չգիտեմ, քիչ առաջ ասեցի իմ համար այսպես մեծ վնաս է վավերագրերին ձեռք տալ, ժողովրդին չհասցնել, չասելը։ Եթե մի թեմա, մի բան ուսումնասիրում եմ, գրում եմ, ես առանց չափազանցության 3-4 գիրք եմ կարդում։ Այ Գորգին խանը գրելու ժամանակ 600 էջանոց Թագորի գիրքն եմ կարդացի, ընդամենը 1 բառ է ինձ պետք եկել։
Ընդամենը մեկ բառ, պատկերացեք, եթե թվեր փաստեր եմ գրում, պետք է միջազգային հարաբերությունների հետ կապված ինչքան պիտի փնտրես ու հանկարծ չգտնես այն ինչ որ քեզ պետք է, ոչ միտեղ չգտնես, այսինքն դա վերացրած լինեն։ Դա, չգիտեմ, մեծ կորուստ, ափսոս է։ Հետո պատմություն կերտողների համար ինչ ասեմ, քիչ առաջ հիշել էի Գեգամ Սարյանի բանաստեղծություններից մեկը, որ պարտավոր ենք, պարզապես պարտավոր ենք գնահատել ունեցածը ու դրա հիման վրա շարունակել սերմնացաները չդարձան տուն բանաստեղծությունը հիշել եմ այդ սերմնացաների առած աշխատանքը չգնահատելու ոտի տակ տալ դա սրբապղծություն է դա ամենա այսպես կարճ ճանապարհն է երկիրը կորցնելու չի կարելի սերմնացաներին մոռանալ չի կարելի նրանց այո ձեր ասած շքերթների մասնակցած դրանց վերած են փառավոր ուղիներով անցած երկիրը հանկարծ մի միջանձնային գզվրտոցի պատճառով կորցնել փչացնել եւ այն հերոսական ոգին որ ունեցել է այո իմիջայլոց այո ասեմ հերոսական ոգին մի պահ մի 5 րոպե պետք որ մեր մեջ արթնանա ես շատ վստահ եմ հայի ուժին որովհետեւ եթե կարդում ես պատմություն ինչերի միջից են դուրս եկել Փյունիկը իրոք դա իրոք Փյունիկի նման այնպես են դուրս եկել որ ապշում ես ասում ես բայց այդտեղ մարդ չէր կարող լինել ու հանկարծ եւ դուրս գալ եւ հաղթել ես Սասունի կոտորածների մասին եմ ուզում ասել 1800 այսպես 94-96 թվերին երբ որ Սասունի գյուղերը լցվեցին քրդական համիդեները բաներ թուրքական զորքեր ջարդեր արեցին մի քանի օրում Սասունում էլ ոչ ոք չմնաց բոլորը լեռներ էին հեռացել եւ մի շաբաթ հետո թուրքերը տեսնելով որ այդ տներից նորից ծուխ է բարձրանում թոն իրեն վառել ծուխ է մարդիկ կան վախեցան բառացի եմ ասում դա վավերագրությունից վերցած ասին հայերը շեյթաներ են սատանաներ են ոչ ոք չկար այդտեղ որտեղ ով նրանց կրակը վառեց ով նրանց ծուխը ծխացրեց որ բոլորը եւ փախել էին մի քանի գյուղերից փախել էին հետո եկավ կանոնավոր թուրքական բանակը որ կարողացան հայաթափել Սասունը այսինքն այդ ոգին կար երբ որ ոչ ոք չկար նրանց մոտ արդեն կռվող ուժը մի խոսքով կռիվների մեջ ինչքան ջլատվել էին բայց նորից իրենց պայքարը տեղ հասցրեցին նորից կարողացան ոտքի կանգնել այնպես որ մեր ոգին մեր մեջ է ես գիտեմ ժողովուրդը շատերն ասում են հիասթափված են ուղակի կոտրված են այս անհաջողություններից եւ ամենաշատը հիասթափեցնում է մեր խորհրդարանը մեր ընդդիմությունը ինչ փաստաթղթերի կորել ինչ չգիտեմ ինչ ես քիչ առաջ ասեցի ոչ մեկը իր ասացի համար իր արածի համար ներողություն չի խնդրում բոլորն իրար մեղադրում են եղբայր ինչ եք մեղադրում չէ որ երկուսն էլ մեղավոր եք ինչ բաներ եք նա նրա մասին դու ես ինչ ասեցի նա նրա մասին բավական ինչքան կարելի է ես մի վայրկյանում կծրեի այդ խորհրդարանը խայտարակությունը խորհրդարան չի իրենք են ջլատում ժողովրդի ուժերը իրենք են աշխատում ամեն ինչ անում որ ժողովրդին այսպես ոգին զրկեն որ կոտրեն այդպեսի բան չկա խորհրդարանում պետք է ես մի անգամ մի օրինակ բերել եմ հասարակ մի օրինակ որ շատ կարևոր է ու կարծում եմ հերոստատողներից այդ համամիտ կլինեն եթե մի ծանր հիվանդանոցում են բժիշկը հետևում բուժում է անդադ նրա մոտ երկու բարեկամ են գնում մեկ անընդհատ գալիս ասում տեսքդ լավ չի այսօր վատ ես քնե երևի դեղերը չեն ազդում դու չգիտեմ ծանր է վիճակդ հետո հաջորդն է գալիս ասում դու այսօր այնքան լավ ես զգում ես քո տեսքից հասկացա կերել ես չի լավ ես քնել չի ասի բժիշկը այդ երկու հիվանդատեսներից ումը կարգել է հիվանդի մոտ գալ բնական է նրան որ պետք է ասի մի արի լսի քո գալ գնալուց հետո իմ հիվանդը վատանում է այն մարդը որ գալիս երկու լավ խոսք ասում այդ մարդը ոտքի է կանգնում շատ լավ ազգում իրան դե ինչքան կարելի է վատ բան ասել ես ամբողջ ժողովրդին հիվանդ ժողովուրդ եմ ասում այն իմաստով որտեղ մի ուրիշ կարգի այսպես տապալեցին էլի բոլորին պատերազմը իրենց վերաբերմունք իրանց չգիտեմ կողքից անդադ քննադատություններն ու վատ ասել ժողովրդի մասին ժողովրդի ասեին վատ բառեր ասելը ժողովրդին ինչ վիճակի հասցրեցին հեռացեք երկրավ չեք կարող լավ խոսքեր ասել մի եկեք մի երևացեք Ռոբերտ Քոչարյանն ասում է եթե ճիշտ աշխատենք ԿՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա ինքը ճիշտ աշխատել է 30 տարի Պլան B չկա պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա բա դու պիտի գաս եկել էր ինչ արեցիր տրամվայի գծերից բռնած սաղ կերակ ինչ արեցիր Էլ չգիտեմ ինչ ասեմ, էլի ամոթ է։ Մի կես բերան ներողություն, ինչա դուք ժողովրդից ներողություն չեք խնդրում ձեր արած հանցանքների համար։ Ինչի բերեցիք Նիկոլ Փաշինյանին։ Ինչի համար բերեցիք, ինչ արի, ինչ էիք ուզում անել։ Ինչն էիք ուզում ծածկել։ Բայց չծածկվեց, չէ՞։ Եվ մի կես բերան որ ժողովրդն ասել մեղավոր եմ, էլի ինչ բոլոր ով ինչքան որ հանցանքար է, այնքան ավելի բարձր է գոռում։
Ով ինչքան գիտի, որ մեղավորներին պաշտպան եք ավելի բարձր ավելի վատ բառերով է գոռում, մտածելով որ ինքը հերոս է։ Լսում ես խորհրդարանում կանանց մարդկանց, չգիտես, իրար քննադատում են վատ խոսք եք, ասի եղբայր դու նայում ես տեսքի տեսնում ես ինչքան վատ Կանոնագիր վերաբերմունք է։ կընդունեց քաղաքացիական պայմանագիրը։ Լավ է, ուշ քան երբեք։ հայրենիքին Լավ է ուշ քան երբեք, պետք է ավելի շուտ ներ, պետք է դա վաղուց լիներ, բայց որ արել է, էլի ոչինչ, գոնե ենթարկվեն։ Եվ ես ինքս կառաջարկեի այդ կանոնագրքից շեղվողներին եւ բոլոր նրանց ովքեր որ անպարկեշտ խոսքեր հատկապես ժողովրդի ասեին, նրանց պատասխանատվության Անդորում երեք ենթարկեն։ ճեպազդեցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե օրինակ քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանը լինելու է ձեր ցուցակում հաշվի առնելով որ դուք արդեն կանոնագիր քունեք մի քանիսի մասին էլ խոսեց բայց Նիկոլ Փաշինյան խուսափեց պատասխանել քանի որ լրագրող այնտեղ մի ինֆորմացիա տվեց տեղեկատվություն տվեց որը ճշտված չէր Նիկոլ Փաշինյանը դա վերցրեց խոսեց դրա մասին եւ ասեց ձեր հարցին չեմ պատասխանելու Հիմա ասեմ Մարի ջան մի բան եթե մենք ամեն մի նյուանսի վրա կանգնենք մեր գործ առաջ չի գնա մի լավ խոսք կա հիմա ես կանրադառնամ ազգային ժողովն է որի մասին դուք հիմա խոսում եք եւ ասում եք պետք է թողնեն հեռանալ Ես իրենց ասում եմ հիմա կանրադառնամ դրան որտեղ մենք մանրուկների վրա այն մանրուկները ովքեր որ ազգային հարց չի լուծում դրա վրա կանգնելով մենք տեղում դոփում ենք ես կանրադառնամ դրան հիմա ասենք մի բան Ալեն Սիմոնյանի վերաբերմունքը քննադատելի ես քննադատել եմ եթե հիշում եք լավ եմ քննադատել իհարկե դա գեղել շատ ու պետք էր որ կարծեմ որ ներողություն խնդրես չգիտեմ կարծեմ որ ներողություն ա խնդրել հիմա լավ չեմ հիշում բայց հիմա հետ դառնանք նրան ով արեց որ Ալեն Սիմոնյանը թքեց նրա վրա ինչ արեցին հենց այնպես արեց այսինքն երկուսն էլ պիտի դատապարտել Մեղավորեք եկեք դատապարտվելու եկեք պատասխան տալու երկուստ էլ մեկն ասում են մյուսը ասում ես ասի նա մի քիչ ամուր ներվերով մի բան ասում մյուսը հակադարձում ասում տես ինձ ինչ արեց բա դու ինչ արեցիր երկուսին էլ Ընդհանրապես Ալեն Սիմոնյանն էլ եւ նա ով որ հասցրել այդ աստիճանի։ Հիմա լրագրողը հարցնում է Անդրանիկ Քոչարյանի կամ մեկ ուրիշին հարց է տալիս պետական, քաղաքական, զինվորական գաղտնիքների մասին հարց է տալիս։ Ես չգիտեմ իմ ներվերը չէր բավարար, ես այդ միկրոֆոնը կջարդեի լրագրողի գլխին։ Հասկանում եք ինչ եք հարցնում։ Ում համար պատասխանեմ։ Սպառնալիքի կոչեր է կանոն տիկին մանուկյան։ Չէ, ես սպառնալիքի կոչեր չեմ ուզում ասել, մարդը մսից ու արյունից կազմված մարդը չի դիմանում։ Դուք ինչի մասին եք հարցնում։ Ուզում եք քաղաքական գաղտնիք բացահայտեն թշնամիների համար։ Թե պետական ինչն է, այդպեսի հարց են տալիս։ Դրանք էլ պիտի պատասխանատվության, պիտի էթիկայի կանոնները պահպանվեն։ Լրագրողն իմանա, որտեղ նախ ամեն մարդ չի կարող զինվորական լրագրող լինի, քաղաքական լրագրող, մշակույթի, չգիտեմ ինչ էլ այդ բոլորը որ չէ որ կարող են անել դա։ Իմացեք ձեր տեղը, հարցերի տեղն իմացեք, եւ Ալեն Սիմոնյանը եւ այդ իրեն այդ վիճակին հասնող պիտի պատասխան տան դրա համար։ Ես այդպես եմ գտնում։ Նույնը խորհրդարանում Մի բան ասելես դրա պատասխան է ստացել, երկուսն էլ պատասխանատվության ենթարկվել։ Ավելի շատ կարծես թե միջանձնային հարաբերություններ են այդտեղ ճշտում։ Պարզում, այո, որից որ մենք ոչ միտեղ չգնացող օրակարգեր են։ Երեկվա, ասենք, երեք թե առաջի օրվանը Ռուբեն Ռուբենյանը այնտեղ Աննա Գրիգորյանի հետ են պարզում, որ որտեղից եկա մտախորհրդարան եւ այլն։ Տիկին Մանուկյան, եթե այս նույն ուժերը նորից վերադասավորվեն եւ տեղափոխվեն նորից ազգային ժողով, լավ, մենք զանգ ունենք, լսենք մեր հերոստատիտողին, որից հետո ես իմ հարցը կշարունակեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում եք։ Բարև ձեզ։ Մենք Բարության կապրեինք, Ազատ Արցախի հետ կապրեինք, եւ որ հզոր էինք, հզոր հաղթող թանագուն էինք։ Եվ Քոչարյանի ատեն հաղթող թանագուն էինք, բայց ցույցի գերություններն եկան, միակ մարդիկ որ Քոչարյանի թեմ կկանքադեին թուրքերն էր։ Ալիևին Քոչարյանը, Ալիևը Քոչարյանի կողմ գվախնա Քոչարյանին, բայց այսօր Նիկոլը բան Ալիևին շունը թարցած է, բախկոտ կովը։ Լավ, ես ստիպված եմ անջատել, ձեզ խնդրել ենք մեր եթերերից նման արտահայտություններ չանել, ես հասկացա, խոսքը մեր երկրի վարչապետի մասին է, բայց միտքը հասկանալի է։ Միտքը հասկանալի է, հիմա Քոչարյանի մասին ես հաճախ բորբոքված խոսել եմ, եկած օրից չեմ ուզել, ինքը հաղթող ղեկավար չի եղել, հաղթող ղեկավարը Ալիևն է, որ հիմա գիտի ինչ է անում, եթե ինքը հաղթող լիներ, կարգավիճակը ճանաչեր Արցախի, երկար տարիների ժամանակ ուներ, կարող էր կարգավիճակը ճանաչել, կարող էր բանակցությունների գնալ, ուրեմն եթե ես ասում եմ 4-ն էլ պիտի դատապարտեն, ես իմ խոսքից երբեք հետ չեմ կանգնել ու հիմա էլ հետ չեմ կանգնում, ինչ արեց Նիկոլ Փաշինյան, ինչ արել էին տվեցին իրան, որ աներ, ես քիչ առաջ դա էի ասում, ինչի բերեցիք,
Ու հիմա այդ ձեր ասած ոչինչ, ոչ միտեղ չգնացող գզվրտոցները խորհրդարանում մեզ հաջողություն չեն բերելու։ Այդ միջանձնային խոսակցությունը դու ասեցիր, ես ասեցի, դրա համար պիտի ծրվի այդ խորհրդարանը։ Այդտեղ չկա խորհրդարան։ Եվ այդ 4-ն էլ, ովքեր որ ասում են, չգիտեմ, հաղթանակը պատերազմ չի եղել, այդ պատերազմ նախապատրաստվել է։ 2, 3, 5 թվերին, երբ որ զինում էին Ադրբեջանն 5 միլիարդի զենք էր առնում, չէր առնում տաներ, չգիտեմ, Հնդկաստանում կռիվ անելու։ Մեր համար էր առնում, բադուկին չէիք անում։ Ընդ որում այդ բալանսի խախտման մասին Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին։ Ահա, այո, եղել է Սերժ Սարգսյան, բողոքը եղել է, մենք գիտենք։ Այդ ժամանակ բադուկին չէիք, դուք որ պաշտպանում եք այդ նախկիներին, ես ոչ մեկին չեմ պաշտպանում, գիտեք, որ պաշտպանում եք, չեք ասում, բա զենք էին ուղարկում մեր թշնամիներին, ում վրա ենք, տեսակ որ մեր վրա են գալու կռվելու։ Բա ասեք, դա էլ ասեք։ Կես վերաներողություն խնդրելը 1000 ձևի բան կարող էր օգնել, փոխել դա։ Մարդը կանգնի իր սխալը խոստովանի, անառակ որդու վերադարձը ունենք բանում, ավետարանում։ Մեկը չկա, ասի, եղբայր սխալվել եմ։ 1000 անգամ ես կարող եմ թողնել թորազնս ինչ որ բանամ ասեմ ներողություն կներես, բալես, չգիտեմ, այսպես այնպես։ Այդքան բարդ բանա ներողություն կներ այդքան մեծ հանցանքների համար։ Կես բերան խոսել, ոչ թե իրար քննադատել, ասում եմ, իրար արժեք, դու էլ ես ճիշտ, դու էլ։ Երկուստ էլ արժեք իրար, որ լավ անպատմեք։ Չեք ուզում, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի, դուրս եկեք քաղաքական դաշտից։ Տեսեք ոնց չի ընտրվի։ Չէ, ընդհակառակ ասում եմ, պետք է վերադառնանք եւ ինքն ինչի ասում։ Վերադառնան ինչ մնացել է դա էլ։ Քայլեն պետք է իմ հետևից կարողանամ տանել, չէ՞, ճիշտ գրից։ Արջևից քայլել ես, եղբայր, ասեցի այն գետին սկսած ասֆալտից, ռելսերից, տրամվայի գծերից սկսած քայլել ես, էլ ինչ ես ուզում։ Բան չի մնացել, էլ ինչ ես ուզում։ Տիկին Մանուկյան, մենք զանգում ենք, լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Տիկին Մանուկյան, դուք կարդացել եք Փաշինյանի երկրի հակառակ կողմը։ Չեք գտնում, որ դա ՔՊ խմբակցության աստվածաշունչն է։ Կներեք։ Շնորհակալ ենք զանգի համար եւ հարցի։ Այո, շնորհակալություն, բայց շատ տգեղ համեմատություն էր, ափսոսում եմ, աստվածաշնչի հետ ոչ մի գիրք չի համեմատվի։ Ես իմ գործեր արել եմ, մեկը 25 տարի եմ գրել են, մեկը 7-8 տարի, երբևէ չեմ փորձել որևէ բան ու հիմա գրում եմ, երբևէ չեմ փորձել որևէ գիրք համեմատել Աստվածաշնչի ու Ավետարանի հետ, համեմատության համար եմ ասում։ Հիմա եթե չեք սիրում ՔՊ-ին, չեք սիրում Նիկոլ Փաշինյանին, դա ձեր կամքն է, այնպես չի որ ես գժվում եմ իրանց համար, հարցը դա չի։ Ամեն դեպքում համեմատությունները անելուց ես գիտեմ, որ գրքի մասին շատ վատ կարծիքներ կան, չեմ կարդացել, անկեղծ ասած ոչ էլ Քոչարյանի գիրքն եմ կարդացել, բայց դրանց մասին երկուսի մասին կարծիքները լսել եմ, երկուսն էլ վատ են կարծիքներ ասեմ։ Մի խոսքով գիրք գրելու փոխարեն իրենք ավելի շատ կարևոր գործեր ունեն, չէ՞, երևի։ Իհարկե, ես հիմա չեմ կարող կարդալ, որ շատ սիրում եմ սիրած բանը պոեզիա, բանի խոսքով չեմ կարող, որովհետև գրում եմ, քանի որ այդ մասին խոսեցի գրելու համար, ասի վերջերս գիտեք մի գիրք հրատարակվեց, ես դրա մասին շատ բան չեմ ասել անցած անգամ, բայց կարող եմ ասել, հենց պետությանը կպնելու, հենց Փաշինյանին, հենց կրթության գիտության նախարարությանն ասելու բան ունեմ ու կարող եմ հիմա ասել, գրքերը չեմ կարող հրատարակել, որտեղ գումար չունեմ, որովհետև ինձ պետությունը չի աջակցում, ես ազգային հարցերի մասին եմ մտածում, եթե ես ցեղասպանության թեմայով եմ գրում նախորդ հեռուստադիտողից խնդրում եմ ուշադիր լինի ու լսի, երբ որ գրում էի, երբ լռում եմ արկություն ու սցենար էի գրում ֆիլմի համար, այ խորհրդարանում լծված շատերը անունները քանի անգամ առիթ եղելա չեմ ասել, երբ որ գնացի ասեցի, ուրեմն ցեղասպանության մասին այսպես սցենար կա, ինձ ասեն տիկին կարծում եք գրքով կամ կինոյով հայկական հարց եք լուծելու եւ չարեցին։ Ես մի թղթապանակ լիքը այդպես չկա, ղեկավարներ, չգիտեմ, պաշտոնով մարդիկ, ովքեր այդքան նամակներ ստացել են, ոչ ոք մատը չշարժեց, ոչինչ չարեց, որ գոնե մի հատ ֆիլմ ունենանք, երբ որ Ալիևը միլիոններ ու միլիարդներ է ծախսում պատմությունը կեղծելու, խաբելու, չգիտեմ ինչեր, ստելու համար։ Հիմա նորից ես մի բան եմ գրում, որ չգիտեմ ոնց պիտի հրատարակեմ, աշխատում եմ հնարավորինս քիչ լինի, որովհետև գումար չունեմ հրատարակելու։ Ոչ ունեցել եմ այն ժամանակ, ոչ հիմա, ոչ նրանք են օգնել, ոչ սրանք։ Անկեղծ եթե ասեմ, ստեղ այդքան շատ չեմ էլ դիմել, որտեվ հույս չունեմ թե կօգնեն, որովհետև անցած ճանապարհը ինձ սովորեցեց, որ չեն օգնի, կարող եք գտել մեկին, արեք։ Ես հիմա շատ ներողություն, բոլորիս ներողություն եմ խնդրում ասելու մի բան, արդեն 1 ամիս իմ դաշնամուրը դրել եմ վաճառքի, որպեսզի կարողանամ գրքեր հրատարակել։ Դուք տեսնում եք այդ գովազդը, այո, գերմանական դաշնամուր, դուք դա տեսնում եք։ Դրել եմ վաճառքի, որ կարողանամ գիրք հրատարակել, որ այդ գիրքը պետք է, որ կարողանամ պիեսները բեմադրել տալ, երբ որ
տանում եմ պիեսը տալու, որ լուսահոգի Վահե Շահվերդյանը հավանել ասում է Այսպիսի գործեր շատ ունեք, բերեք բեմադրենք, մարդը գնաց, մի խոսքով մահացավ, ափսոս, չկարողացավ ոչինչ անել, բայց հիմա ոչ ոք չի անում, որտեվ գումար են ուզում։ Իսկ այդ գումար ուզողները, նրանք ովքեր, նրանք իրենք էլ չունեն գումար, բայց որ տանում ես, ես գործ եմ տարել, երկու հատ մանկական գործ Տոնածառի հանդեսյան մանորյա հեքիաթներ, մի չտեսնված ազգային բան, մի քանի տեղ ռեժիսորներ, նաև այդ նույն Վահե Շահվերդյանը ասա չտեսնված գործ է, երեխաներն այսպես կրթելու դաստիարակելու են։ Պատյան անցտեսի թատրոնում հետ տվեցին, ասեցի կարդացել եք, ասեցին ոչ։ Ես ինչ լեզվով խոսեմ, հիմա նրանք նախկիների հետ կապ չունեն, ներկաների հետ կապ ունեն։ Ինչ լեզվով խոսեմ իրենց հետ։ Ասում մի հատ կարդացեք ինչի մասն է։ Այդ որ մեկտեղ այստեղ խելոք այդքան նստած, որ Վահե Շահվերդյանից խելոք էիք, որ ավելի լավ գիտեիք ինչներ պետք, ինչը պետք չէր։ Այդպիսի ժամանակներում ենք ապրում։ Իսկ այդպիսի ժամանակներից սկսվեցին 94 թվականից հետո։ Բոլորը ժամանակից աշխատեցին ժողովրդի վրա։ Հիմա այդ գզվրտոցները իրար անպատվելը, չգիտեմ, քննադատելը, էլի քննադատեք։ Ես էլ եմ ասում, դուք գիտեք քննադատում եմ, բայց պարկեշտության չափու ձևի սահմաններում էլի քննադատեք։ Եկեղեցու հանդեպ ինչ է կատարվում։ Դե ասում եք եկեղեցին չէ, ամեն դեպքում մենք հոգևորականներ ունենք անազատության մեջ, մի հոգևորականի էլ 3 արդեն այլ մեղադրանք։ Ես չեմ ուզում վերլուծել դա, ես միշտ ասել եմ, եթե ձերբակալվել են կամ անազատության մեջ են, պետք է իրավաբանները դրանով զբաղվեն, դա իմ գործը չի, շատ ափսոսում եմ, որ այդպիսի հնչեղություն ունեցավ, հենց սկզբից ասեցի, գոնե հոգևոր դաշտում այդպիսի գզվրտոցներ չլինեին, ափսոսում եմ, որ դա էր, բայց դա պետության թերությունն է, այո, ի սկզբանե ժողովուրդը ես ու բոլորը կոկորդները պատրվելով գոռում ենք Արեք լուստրացիա, բոլոր բնագավառներում, որ չհասնի դատու դատաստանների։ Լուստրացիա արեք, թե ընտրություններից առաջ, թե ընտրություններից հետո, եթե մեկը սպրտել անցել է մեջ, ներս է գնացել։ Արեք բոլորին ժողովուրդը պետք է անգիր իմանա։ Պիտի լինեն թափանցիկ, մարդիկ իրենց կեսագրությամբ, իրենց ուղն ու ծուծով, անցած ճանապարհով պիտի թափանցիկ լինեն, որպեսզի դատու դատարանների առաջ չընկնեն։ Ունենան կենսագրություն, որը կարող է մարդը պարտանալ։ Իսկ դեկտեմբերի 10-ին ինչ եք ակնկալում, ինչ է լինելու։ Շատ ակնկալիքներ չունեմ, ես գիտեք եկեղեցու պատմություն գրած ուսումնասիրած մարդ եմ, ակնկալիքներս շատ չեն, նորից նույն գզվրտոցը կշարունակվի, որովհետև եթե երկու կողմի բաժանվել են, իսկ մեր թշնամիներին դա է պետք, իսկ նրանք շատ լավ են աշխատում ժողովրդի եւ արդեն հոգեվորականներ կան, որ ակնհայտ փաստացի Նիկոլ Փաշինյանի կողքին են։ Այո, ինչ տարբերություն, նրանք ժողովրդի կան մարդիկ, որ հապարի կողքին են, արդեն ստորագրություններով, այսինքն հանրությունը տեսնում է նույնիսկ կանոն ազգաններով, թե դրանք ովքեր են։ Այո, դրանք էլ ժողովուրդ են, մարդիկ են, որ կարող են իրենց տեսակետներն ունենալ։ Իրենց կողմից են, թե չէ, ես միևնույն ապավինում եմ իրավաբանությանը, իրավաբանը խորհուրդների։ Տիկին Մանուկյան, մենք շատ զանգեր ունենք, փորձենք այս ժամանակահատվածը տրամադրել մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Այս մի զանգը մենք չկարողացանք, չստացվեց, գուցե ինչ որ իրենց մոտ տեխնիկական խնդիր լինի։ Հիմա նորից զանգ տեսնում եմ ես։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Տիկին Մանուկյանին եւ ձեր ուրեմն հիշեցնել, որ եկեղեցու դեմ հալածանքները, որ սկսվել է նրանից հետո, երբ կաթողիկոսը Շվեյցարիայում հանդես եկավ, որ պետք է արցախցիները վերադառնան, արցախցիների իրավունքները, իրենց պատմական հողերին պետք է վերադառնան։ Եվ դրանից հետո Փաշազադեն ելույթ ունեցավ, որ եկեղեցին Հայաստանի կորստից հետո եկեղեցին ամենավատ գործն է անելու։ Այսինքն փաստորեն վարչապետը արձագանքեց Փաշազադեին եւ սկսեց հալածանքները եկեղեցու նկատմամբ եւ հատկապես կաթողիկոսի նկատմամբ։ Եվ եթե նա այդ հարցերը չդներ, ինքը այդ հարցերը չէր առաջ քաշի։ Լավ, շնորհակալ ենք։ Ամեն դեպքում պատասխանեմ այդ հարցին Շվեյցարիայում կաթողիկոսի ելույթին հետ կապված համամիտ չեմ, իհարկե դրանից հետո սրվեցին հարաբերությունները, բայց դրանից առաջ այնպես չէ, որ հալած յուղի նման էր, եւ հետո եթե անդրադառնում ենք, էլի անդրադառնամ եկեղեցուն ամբողջ պատմության 100 տարվա կտրվածքով, Սարդարապատում 7 օր անընդհատ հնչում էին զանգերը Սարդարապատի կռվի ժամանակ, իսկ երբ որ Ղարաբաղ հայաթափվում էր, որտեղ էր մեր կաթողիկոսը, երբ որ Եհովայի վկայում ընդհանրապես աղանդավորները շատ
տանում էին, որտեղ էր մեր կաթողիկոսն իրեն հոգևոր դասը։ Երբ որ սկսում է երկպարակությունը, երբ որ մենք կրոնը, մենք ասում ենք կրոնը ինչու քրիստոնեություն ընդվեց, որ մի կրոնի շուրջ հավաքվեն, որպեսզի ուժեղ լինեն, որպեսզի երկպարակություն չհապանայի, քանի աղանդեր են բաժանվել, որտեղ է եկեղեցին։ Հետո երբ որ մոմը վառություն կա 20 դրամ էր, դարձեցին 40, հիմա դարձրեցին 60, 100, 100, այո, հիմա տարբեր չափերը, տարբեր, որտեղ է եկեղեցին, իրենց գործառույթն արել են։ Ես ընդհանրապես չպաշտպանելով Նիկոլ Փաշինյանին ասում եմ, ի սկզբան Նիկոլ Փաշինյանը դեռ չկար քաղաքական ասպարեզում ընդդիմությունը ինչ էր, հենց սկզբից ես մի անգամ ասել եմ ալելույա ստեղծագործություն գրել եմ, հենց այդ աղանդավորների շատանալու ժամանակ, երբ որ կաթողիկոսեր արդեն մեր հիմա գործող կաթողիկոսը ու շատացել էին աղանդավորները, բա որտեղ են, բա գործառույթ են անում, հիմա շատացել են, հիմա միկրոֆոններով, բանով, փողոցներում հայտարարում են խոսքի ու չգիտեմ ինչեր աղանդավորներ, բա դուք որտեղ եք։ Դուք ձեր գործառույթներն արեք։ Այ եթե ինքը Շվեյցարիայում ելույթ են որտեղ Ղարաբաղցիները հետ դառնան, ես առաջի ասողներից եմ ու գիտեմ որ պիտի հետ գնան։ Հարցը դա չի։ Այն ժամանակ ինքը ասեր ժողովուրդ ոտքի կանգնեք, այ պատերազմի օրերին աներ, որտեղ էր։ Մեկ զանգել ընդունենք Տիկին Մանուկյան։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ընդ որում կարծես թե պարոն Բաբայանն է մեզ հետ կապի մեջ դուրս եկել։ Այո, պարոն Բաբայան, լսում ենք։ Ես հարգարժան Սոնա Մանուկյանին եմ ուզում դիմեմ։ Մի քանի օր առաջ, մի շաբաթ առաջ ինձ հեռազայնեցին գրքեր պետք է փոխանցեն, ասացին գրքեր կա որ փոխանցենք ձեզ։ Ես հիմա հայտարարում եմ եւ ասում եմ այդ գրքերը դուք ուղարկեք Ամերիկա, մեծ սիրով ես կտեղադրեմ ջակփաթ խանութում եւ կօգնեմ ձեզ վաճառենք այդ գրքերը։ Մեծ սիրով դա կկատարեմ, այնպես որ պարոն Հարությունյանն է ինձ ասել տեղյակ է պահել, պատրաստ ենք ձեզ օգնելու հարգարժան Տիկին Մանուկյան։ Շնորհակալ ենք պարոն Բաբայան, արդեն մի քանի հատնել է տեղ ասել, դա էլ շուտով կբերեն, այնպես որ բերելու խնդիրն անդամեն տեղափոխության խնդիրն է կբերեն։ Շնորհակալ եմ շատ։ Տիկին Մանուկյան, եթե փորձենք ամփոփել այս ամեն ինչը, մեր ժամանակը 5 րոպե ժամանակ է մնացել։ Ամեն դեպքում ուզում եմ այս դեպքերի մասին էլ ձեզ հետ խոսել։ Դեկտեմբերի 3, դեկտեմբերի 4 շոկային իրավիճակ մամուլում, երեկվա դրությամբ կինը դանակահարեց ամուսնու եւ փախուստի մեջ էր նրան փորձում են գտնել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում աղջիկ ուսանողուհիներ եւ հիշենք, որ ապրիլին էլ տնտեսագիտական համալսարանում եղավ աղջիկների մասնակցությամբ նորից այդ վեճը կռիվը, զորականի դեպքը, որը շատ ցնցեց, համացանցում տարածվեցին տեսանյութը, թե մի քանի տղաներով մեկին ինչպես էին ստորացնում։ Այո, նոյեմբերյանում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք քրեական մշակույթի տարրերն են, որը պետք է արմատախիլ անել։ Արդյոք այսքան ժամանակահատվածում հնարավոր չէ եղավ դրա դեմ պայքարել այնպես, որ չունենանք նման տեսարաններ, նման իրավիճակներ։ Այսինքն, եթե խոսում ենք Աբովյանի ցավոք վերջին դեպքը դառնամ հիմա, այո։ Այս ամենը ինչի հետ է կապված։ Հիմա ես ասեմ մի բան, սկզբում եւ վերջում ասում եմ մեղավորը ժողովուրդն է։ Ով ուզում է լինի երկրի ղեկավարը, կանգառում կանգնած մարդիկ հայեր էին ու մարդիկ էին, որտեղ այդ դեպքը կատարվում էր։ Մարդիկ տեսնում էին այդ անտարբերությունը, որտեղից եկավ։ Գուցե վախը։ Ինչից էին վախենում։ Ես չգիտեմ, ես ամենայն կրակոտ եմ վտանգավոր տեղերը կմտնեն, երբ որ տղային դանակահարում են։ Երբ որ մարդը կանգնածա ոչ ոք չի, բոլոր այդ անտարբեր կանգնածներին պիտի դատեն։ Պիտի պատասխանատվու դուք մարդ չեք, մարդը մեռնում, տեսեք առաջնագծում եւ պատերազմի ժամանակ մեկը վիրավորվում է 10 հոգի գնում են փրկելու, բա դուք խաղաղ ժամանակ կանգնած փողոցում մարդ են սպանում, ոչ մեկը չեք կարող տեղից շարժվել։ Ինչքան կարող է մարդը անմարդկային լինել, իր ներկայությամբ մարդուն ծեծում են, հասցնում են մահվան եւ ոչ ոք չի տեղադրում։ Դա ամենամեծ հանցանքն է, անտարբերությունը։ Նույնը կարող եմ նոյեմբերյան դեպքերի համար, երբ որ երեխաները մեկին մի քանի հոգի մեկին ծեծում են։ Դա գալիս է ընտանիքից։ Ընդ որում վարչական մարմիններ են ծնողները եւ Մարինա Պողոսյանը որքանով տեղյակ եմ ստորագրահավաք է կազմակերպել, որպեսզի նրանց աշխատանքից հեռացնեն։ Շատ լավ կանեն։ Մեկը դպրոցի տնօրեն մի ցանկացած հանցանք պետք է պատժվի։ Ցանկացած հանցանք։ Ես անտարբեր մի փոքրիկ ստեղծագործություն եմ անտարբերության մասին է։ Կեսեջից պակաս էլի շատ լավն է։ Ափսոսում եմ, որ դա դեռ հրատարակված չի, մի խոսքով այդ անտարբերությունը իմ համար ամենամեծ հանցանքներից մեկն է։ Ամենամեծ ու մարդկանց ներկայությամբ այդ անելը դատապարտելի է։ Դատապարտ մինչև երկրի ղեկավարը կգար, մինչև ոստիկանը կգար, կանգնած էիք, չէ՞ այդտեղ։
Ինչ նշանակում վախենում էի։ 10 հոգով մոտենայք, մի խոսքով ինչև է, բայց ինչ վերաբերում է քրեական այդ ենթամշակույթին, բոլոր ժամանակներում եղել են, նոր չի դա, հիմա մի քիչ այդ խոսքի ազատությունը, շատ սխալ ընկալողները կարծում են ինչ ուզեն կարող են անել, խստագույնս պիտի պատժվի, ես կողմ եմ պատիժներին, որպեսզի չավելանա, չշատանա բոլորս երեխաներ թողնելիս։ Հատկապես նախընտրական շրջանում երևի թե ավելի շատ լարված կլինի, լարված կլինի, մենք գիտենք, բոլոր նրանք ովքեր որ ուզում են իրար խանգարել, բոլոր նրանք ովքեր որ մտածում են արևելք թե արևմուտք պետք է գնանք, ով անցնի, ով չանցնի, հայրենասեր իրենց կոչողները, այդ հայրենասերները որ կանգնած էին կանգառում եւ մարդ էին սպանում, դրանք ամենամեծ հայրենասեր ու մունատ եկողներն են, որ ոչինչ չեն ուզում անել։ Պիտի ուղղակի լուստրացիա լիներ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, ես կասեի հանցանքի աստիճանի սխալը լուստրացիա չանելն է։ Ես ի սկզբանե քանի տարի ասում եմ, արեք իմանանք ովքեր կան քաղաքական դաշտում։ Մեկը սրբի պատկերով գալիս կանգնում ասում են, ինչ է լավ է խոսում, դա գնանք դեստրան ընտրենք բան։ Պարզվում ամենամեծ հանցագործն է։ Պետք էր որ մարդուն ուղն ու ծուծով ճանաչեինք, իմանայինք ով էր, ում են ընտրում, ժողովուրդը իմանար, տեղյակ, դրա համար եմ ասում ժողովուրդը տեղյակ պայի։ Ժողովուրդը ուզենա կհանի Նիկոլ Փաշինյան, ուզենա չի անի կամ մեկ ուրիշին կբերի, բայց չխանգարեն ժողովրդին։ Այսպիսի տարալուծում չլինի, այսպիսի բևեռացում չլինի, այսպես տարբեր բևեռների չբաժանեն։ Հետո այս երկրում ով ասեց, որ այդքան իրավունք ունեն կուսակցություններ լինելու։ 4, 5, 10 կուսակցություն թող լինի։ Էլ մասնատել քայքայելը ո՞նց է լինում։ Այդպես իրար մեջ բաժանել է լինում։ Չգիտեմ, ես վստահ եմ, որ լավ է լինելու մեր համար։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Շնորհակալ։ Հետևենք զարգացումներին, երբ դուք ասելիք եք ունենում, դուք մեր տաղավարում եք լինում, այնպես որ մեր հեռուստադիտողները նորից առիթ կունենան ձեզ հետ շփվելու։ Այսօր այսքանով ավարտում ենք հարգելի հայրենակիցներ, մեր հաղորդումը, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։